Բարև ձեզ, ձեր հետ է Աշ Շակուրը, ես այսօր ձեզ կպատմեմ TikTok-ի մասին։ Չնայած դուք գիտեք, որ TikTok-ը սովորական սոցիալիստական հարթակ է, բայց ես այսօր կանեմ բացահայտումներ, որոնցից հետո կարող է դուք ինքնակամբ ուզենաք գրանցվեք TikTok-ում։ Ուրեմն գնացինք։ TikTok-ը դա սոցիալիստական հարթակ է, ուտեղ որ մարդիկ կարող են ստեղծել իր սեփական կոնտենտը եւ առաջ գնալով գումար աշխատել։ Այսինքն այդ փողը կարող են նրանք աշխատեն թե վիդեոներից եւ թե լայվերից։ Այո։ Ինչպես մենք կարող ենք TikTok-ով գումար աշխատել։ Ուրեմն բացում եք սովորական ակաունտ, օրինակ Հայաստանի կամ Գերմանիայի, չգիտեմ, որ մի պետության ուզում լինի։ Եթե դուք ապրում եք Գերմանիայում, ուրեմն ավելավայ գերմանական էջ բացեք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գերմանական էջերից ավելի շատ է փող գալիս, քանի որ բացի լայվերից նաև վիդեոների դիտումներից է փող գալիս, այսինքն TikTok-ի մոնետիզացիան Գերմանիայում միացած է։ Իսապա Հայաստանում չունի այդ հնարավորությունը, դրա համար եթե դու Հայաստանում ես ապրում ու ուզում ես լավ գումար աշխատել, քեզ պետք է հայկական TikTok։ Հիմա դուք կհավցնեք, կասեք լավ ախպեր, օրինակ ես բացեցի հայկական TikTok, կոնտենտ արեցի, էֆիր արեցի, գումար աշխատեցի։ Հիմա ես այդ գումարը ոնց եմ հանելու։ Ասեմ ձեզ։ TikTok-ը, ինչպես որ սովորական կայքերը, օրինակ YouTube-ը կամ Instagram-ը, կա այդ հնարավորությունը, որ դու կարող ես քո աշխատած գումարները կանխիկացնել։ Պարոստը կան մի քանի բանկային համակարգ, որոնք որ Հայաստանում գործում են։ Օրինակ դու քո հայկական TikTok-ը կարաս կպցնես, օրինակ Visa-ի, Mastercard-ի կամ Իդրամի բանկային հաշվի վրա, որից հետո այդ քո TikTok-ի գումարները փոխանցվում են այդտեղ։ Ու վсё։ Հա։ Հիմա կասեք, լավ, Աշո ջան, դու ես գաղտնիքները գիտես սաղ TikTok-ի, բա ոնց է եղել, որ դու սովորել ես TikTok-ի նրբությունները, ասեմ ձեզ։ Որտեվ եթե չգիտեք, ասեմ ձեզ, որ ես TikTok-ի շնորհքով եմ մարդ դարել եւ իմ Թուփակի շնորհիվ, այո, եթե չլիներ TikTok-ը եւ իմ Թուփակի կերպարը, ես կյանքում չէի կարա սենց գումաներ աշխատեի, որ ես աշխատում եմ TikTok-ից։ TikTok-ը մարդկանց հնարավորություն է տալիս, որպեսզի մարդը դառնա ճանաչված եւ գումար աշխատի։ Այո։ Լուբոյ մարդու TikTok-ը կարա հնարավորություն տա, որ այդ մարդը դառնա ճանաչված, սիրված ու գումար աշխատի։ Ու այսօր TikTok-ը այնպիսի ռետիկային փուլում է գտնվում, որ հանգիստ կարա մրցի օրինակ YouTube-ի, Facebook-ի հետ ու հավատացեք կարա նույնիսկ հաղթի այդ կայքերին, որովհետև արդեն հաղթած է TikTok-ը այդ կայքերին։ Եթե դուք մտածում եք, որ չէ, հա, սոցիալի YouTube-ում ավելի շատ է փող ֆրում, դուք չարաչար սխալվում եք։ TikTok-ում ավելի շատ է փող ֆրում, քան չէ YouTube-ում։ Չի ինձի թվում, որ դու YouTube-ում կարաս լայվ անես, բաթաներ խաղաս ու քեզ այուցներ ուղարկեն, կամ չգիտեմ Universe-ներ ուղարկեն, էսեն է։ Հիմա հարց։ Հա։ Հիմա դուք ինձ հարցեր կտաք, ասեք լավ, Աշո ջան, ասենք ես բացեցի TikTok-ը, լայվեր արեցի, գումար աշխատա։ Բա այդ նվերները ինչ է, կամ ոնց են ինձ ուղարկում։ Ասեմ, երբ որ դու անում ես էֆիներ, մարդիկ իրանց բանկային քարտերով, կամ չգիտեմ ուրիշի էֆիներից հավաքած կոպեկներով, քեզ անում են նվերներ, որոնք հետո դու կարող ես կանխիկացնել եւ գցել քո քարտին ու դες գումար աշխատել։ Այսինքն օրինակ դու կարող ես ստեղծել մի հատ հեկակիր կոնտենտ, որը որ այդ մարդուն շատ դուրեկան կնի, ինքը կմտնի քո էֆիր կամ չգիտեմ օրինակ ուրիշի էֆիներից վեկարած կոպեկներով քեզ նվերներ կանի, կամ այն մարդը անձամբ իր
բանկային քարտից քեզ օրինակ կարա գցի օրինակ Այուց կամ չգիտեմ օրինակ Universe գցի, որոնք որ ասեմ ձեզ բավականին բարձր թվեր են, հա, կատակ մի արեք, ես լուջ եմ ասում, ես Այուց եմ ստացել, ես վերջերս ու այդ բեսան բարձր թիվ է, որ ասեմ մի հատ Այուծը ինչ աժի, դուք կարող եք զարմանալ, մի հատ Այուծը աժի մոտավորապես $500, պատկերացնեք, ասենք դու քո տան մեջ նստած, կարաս աշխատես $500, պրոստը մեկը քեզ Այուծ ուղարկելով, ու դու կաշխատես $500, այնպես որ ես ասում եմ TikTok-ի լավ կողմերը, որպեսի մարդիկ կարանան գրանցվել ու գումար աշխատեն ախպել, հետո չոսեն ախպել TikTok-ը վատ կայք է, սա են ավ, չէ, TikTok-ն է սովորական YouTube-ի նման, Instagram-ի նման, սոցիալական հարթակ է, որովհետև նես չի, որ YouTube-ը եսի ինչա կամ Instagram-ը ինչա, Instagram-ն է յա թերություններ ունի, YouTube-ն է յա թերություններ, լուբոյ կայքեն է ունեն իրանց, բացասական և դրական կողմերը, բայց իր բախտ TikTok-ին ինքը այդքան բացասական կողմեր չունի, այսինքն չի ինձ թվում, որ դու կարաս TikTok-ում 18+ վիդեոներ տեղադրես կամ քֆուներ տաս, որտեվ TikTok ընկերությունը այդ բոլոր էջերը բլոկում է, այո, հա, այս վերջերս TikTok-ը օրենքները շատ է խստացել և դու չես կարա ամերիկական քֆուներով կամ 18+ վիդեոներ տեղադրես քո էջում, որտև սաղ կբլոկվի, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ TikTok-ը այդքան խստացել է, այսինքն TikTok-ը նորմալ կայք է դարել, որովհետև առաջ այդպես բան չկար, առաջ կարային թե 18+ վիդեոներ տեղադրեին, թե ամերիկական քֆուներով տեղադրեին, բայց TikTok-ը անտարբեր էր, բայց քանի որ TikTok-ը գերազանցեց իր բոլոր սպասելիքները, այսինքն ինքը ունեցավ ավելի շատ հետևորդներ ու ավելի շատ ներբեռնողներ, քան օրինակ YouTube կամ Instagram ներբեռնելու դեպքում, դրա համար ինքը որոշեց ստեղծել օրենքներ, որոնք որ շատ համարավետ կլինի, բայց եկեք որ համաձայնվենք TikTok-ը լավ օրենք դրա մտածել, խոսքը օրինակ, ինչի պիտի ես օրինակ TikTok-ը թերթեմ 18+ վիդեոներ տենամ կամ չգիտեմ օրինակ անգլերեն քֆուներով վիդեոներ տնեմ, իհարկե ոչ, այդ ինձի սազական չի, ու TikTok-ը շատ է լավ անում, որ տենց էջերը բլոկում է, այո, հիմա դուք այսքան կասես, դերավ դե Աշոտ ջան, գիտենք, որ դու TikTok-ով ես գումար աշխատում, TikTok-ն է քեզ պահում, բա մի հատ հարց, դու գոնե գիտես TikTok-ը ուդուց է ստեղծվել, այո, ես գիտեմ, TikTok-ը ստեղծվել է Չինաստանից, չինացու կողմից, որը որ էսի մի քվապարի դրությամբ համարվում է բիլիոնատեր, այսինքն այդ մարդը կարա հանգիստ մրցի Իլոն Մասկի հետ իր կարողությամբ, այո, որից հետո այդ մարդը ստեղծելով այդ կայքը, TikTok կայքը, ծախում է ամերիկացիների վրա, որը իրեն բերում է բավականին մեծ եկամուտ, տեսեք ոնց է լինում այս ամենը, ուրեմն այդ մարդը սովորական քայլուց անում ու տենում է, որ մի աղջիկ երկու հեռախոս է դրածնում, մեկով ոնց որ վիդեոներ է նկարում, այն մյուսն է ոնց որ մուզիկայի համար է դրել, ու այս մարդու մոտ միտք առաջանում, ախպեր, ասում եմ լավ ախպեր, քանի որ ես կամպյուտերից հասկանում եմ, իմ ուղեղը աշխատում է կամպյուտերային ոլորտում, կարելի է մի հատ այնպիսի կայք ստեղծել, որ այս կարիք չունի կողից երաժշտություն ավելացնել, բանման, այ մտնել այդ կայքը ու այդ կայքի միջոցով քո սիրած երկի տակ թալենտներ աներ, այո, ու դեց ստեղծվում է մեր բոլորի կողմից սիրված լեգենդ TikTok-ը, այո, հիմա ես ձեզ կասեմ մի քանի բաներ, որոնք որ դուք չպիտի անեք, եթե դուք ուզում եք ձեր TikTok-յան էջը պահել, առաջին հերթին, պետք չի գողանալ ուրիշի կոնտենտը, որտև դա TikTok-ը նկատում է որպես հեղինակային իրավունք, այսինքն եթե դու որոշել ես բացես էջեր, բացի քո կոնտենտով,
ուրիշին copy մի արա։ Ես գիտեմ թե ինչ եմ ասում, քանի որ իմ հետ եղավ տենց դեպք, հա։ Ես համարյա թե Tupac Shakur-ի էի copy անում եւ իմ 3 էջերը բլոկվում։ Քանի որ TikTok-ը ասում աղբեջան, եթե դու ուզում ես քո կոնտենտը սեղծի աղբեջան, բայց ուրիշ աստղերի կոնտենտների հետ գործ չունես։ Իմ աչքը ահա որ վախեցավ այդ դեպքերից հետո եւ ես հիմա իմ կոնտենտն եմ սեղծել ու իմ դեմքով եմ լայվեր անում, իմ դեմքով իմ գրավին ու իմ անունով ահա։ Ու ես այդպիսի բաներ։ Բայց այնպես չի, որ չես կարա քո սիրած աստղով ֆան էջ բացես, չէ, կարաս, բայց չես կարա լայվ անես։ Կամ է եթե լայվ ես անելու, ուրեմն պիտի դեմքդ չերևա։ Այսինքն դու կարող ես քո սիրած արտիստով էջ բացել TikTok-յան ֆան, եթե այդ TikTok-յան ֆանը հասնի 1000 ու դու լայվ անես, դու քո դեմքով իրավունք չունես լայվ անելու։ Այսինքն եթե էջը օրինակ բացածա Tupac-ի նկարներով կամ վիդեոներով, ուրեմն դու պիտի լայվ անես հենց Tupac-ի նկարներով, քանի որ եթե դու քո էջով անես, դու քո դեմքով անես, TikTok-ը դա կդիտի որպես գողություն, այսինքն մոտավորապես սենց պատկերացրեք, որ TikTok-ը մտածում է, թե դու այդ էջը գողացել ես, կամ, չգիտեմ, օրինակ ջարդերս վեկարերս, դե ինչ կանիկը բլոկի չէ։ Դե ես իհարկե TikTok-ին շատ լավ հասկանում եմ, քանի որ 5 տարի TikTok-ер եմ, արդեն TikTok-ի սաղ նրբությունները, ձևերը գիտեմ, հա։ Դրա համար, վաբշե, ընդհանրապես, ուրիշի աստղերով էջեր չեք բացում ձեր համար, բայց բացում եք ֆան էջեր ձեր համար, բայց այդտեղ ձեր վիդեոներից, ձեր դեմքով վիդեոներ չեք տեղադրում եք մենակ ձեր սիրած աստղի վիդեոներից, ֆոտոներից, եթե էֆիրեր եք անում, ձեր սիրած աստղի դեմքով դիպնի այդ ամեն ինչը, էդի ֆան էջերի համար, իսկ ապա քո էջի համար պարտադիր է քո դեմքը, քո գրավնին, քո անունը ու քո դեմքով կոնտենտը, էդի տենց։ Հիմա դուք հարցեր կտանք ասեք, լավ, Աշոտ ջան, որ դու այսքան զրուցում ես, ասում ես, թե TikTok-ը լավ կայք է, առավելությունները շատ է գումար աշխատելու, բա հիմա մենք ոնց անենք, որ շատ գումար կարանանք աշխատենք կամ փող աշխատենք։ Ասեմ ձեզ, TikTok-ը ունի այսպիսի մի հեկակի բան, որի անունը Butter, այսինքն երկու լայվ անող մարդիկ TikTok-յան կպտում են իրար ու կարան շատով կպտեն, օրինակ 2 հոգով, 4 հոգով կարան կպտեն Butter խաղ ու այդ Butter-ները օգնում, որ դու TikTok-ից գումար աշխատես, այսինքն դու կարաս էֆիր անես քո դեմքով ու ինչ որ ուրիշ էֆիր անող քեզ հայտ է ուղարկում, որ դու իր հետ խաղաք ու դուք խաղում եք Butter։ Հիմա դուք քարցնեք կասեք այդ Butter-ը ինչ է։ Հիմա ասեմ։ Butter-ը դա այն է, երբ որ դու ու այդ մարդը բազապես կպտում եք իրար ու սկսում եք շփվել իրար հետ, չգիտեմ, սկսում եք կռիվաներ։ Ոբշեմ, որպես կինոյի նման բան է դառնում, էլի, այսինքն երկու հոգու զրույցները հետևում է ամբողջ աշխարհը։ Հա, այդ դա կոչվում է Butter։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր կոնտենտը ու ձեր TikTok-ի թիմը ավելի շատանա, դուք պիտի 4-ով կպտեք Butter։ Այսինքն նույն պրինցիպով, եթե երկու հոգի լայվ անող կպտում են իրար դա Butter-ը, նույնն է կարա լինի 4 հոգու դեպքում, որ ասենք զույգ կպտում են Butter-ն ա։ Հա։ Հիմա դուք կասեք դե լավ դե տեսել եմ, որ TikTok-ում Butter-ների ժամանակ գրազներ են խաղում, ես ինչ իմանամ ինչ կապիկություններ են անում, դրա դիմաց փող է ստանում, մենակ այդ դրանցով կարանք փող աշխատենք։ Ես եկեք ձեզ սենց ձևի բացատրեմ, որ դուք հասկանաք, որ իրականում այդ կարա ինչ-որ չափով իրականության մոտ ընի, բայց մոտավորապես
50%-ով, այսինքն պարտադի չի դու կպնես մարդկանց հետ գրածներ խաղաս։ Դու կարաս պրոստը համերգներ տաս, դու կարաս պրոստը նստես լայվ անես, դու կարաս պրոստը կպնես ուրիշ մարդկանց հետ մարդավարի շփվել, իսկ այդ բաթր անողներ հետ գրած խաղացողները դա կազմում է TikTok-ի մոտավորապես 50%, այսինքն կեսը։ Ինչ-որ չափով նման է իրականությանը ու կարող է, այտենց ընի, որ դուք ճիշտ եք լսել, այո, իրականում մարդիկ կպնում են բաթրներ խաղում, գրածներ են խաղում ու դրա դիմացիանց նվերներ են գցում, այուսներ են գցում, բան են անում, դա ճիշտ է, բայց դա ճիշտ է ընդամենը 50%-ով, այո, որովհետև այն 50%-ը կարան կպտեն իրար այդ բաթր, ուղղակի մեկը երգի, մյուսը նստի, կամ երկուսով երգեն, կամ երկուսով պարեն, կամ ուղղակի նստեն իրար հետ զրուցեն, այո, այդպիսի բաներ։ Հիմա հարց, դուք հիմա կհարցնեք, ասեք, լավ, Աշոտ ջան, այսքան զրուցում ես TikTok-ից, բա հիմա մեզ ինչ խորհուրդ կտաս, որ մենք TikTok-յան էջ ունենանք, լայվ անենք ու մեր էջը TikTok-ը չբլոկի։ Հասանք ամենագլխավոր բանը։ Ուրեմն, առաջին հերթին, եթե դու TikTok-ում անում ես լայվ, քրթով, ընդհանրապես մոռանում ես քֆուրի մասին, քանի որ դա կարող է հանդիսանալ քո էջը բլոկվելու։ Կարևոր չի, հայերեն քֆուր, ռուսերեն քֆուր, անգլերեն քֆուր, դա կապ չունի։ Եթե դու քո էֆիրի մեջ քֆուր տաս, TikTok-ը դա նկատում է ու բլոկում է։ Դուք մի մտածեք, որ TikTok-ը հայերեն չի հասկանում, չէ, հասկանում է։ Կարան թարգմանեն, ուղարկեն TikTok-ի գրասենյակ ու այդ մարդու էջը փակեն։ Այո։ Որովհետև TikTok-ը նաև կարա ինչ-որ չափով հայերեն հասկանա, որ այս մարդը օրինակ մտել է էֆիր ու չգիտեմ, օրինակ քֆտում է բան անում, այսինքն են, այո։ Հետո, դա երկրորդ պայմանը։ Ընդհանրապես TikTok-ի մեջ քֆուրով երգեր չի կարելի լսել, քանի որ դա է հանդիսանում TikTok-ի բլոկմանը էջերի։ Այո։ Այսինքն, եթե դու ուզում ես կարոջի TikTok-ով լայվեր անես ու գումար աշխատես, вообще քֆուր ընդհանրապես չպիտի տաս, քո համար մտի խերոք էֆիրանը թողեր։ Հա։ Հետո TikTok-ը նաև արգելում է զենքեր, ալկոհոլ, այնտեղ պիստոլետ բան, այդպես բաներ ընդհանրապես քրթով ոչ նկարի, ոչ էլ տեղացի քո էջերը, ոչ էլ լայվերի վաղ ցույց տուր, քանի որ դա TikTok-ը դիտարկում է որպես տերորիստություն։ Եթե չգիտեք տերորիստությունը ինչա, այդ այնա, որ զենքերով ահա բերում են մարդկանց, դա շատ վատ բան է, Այդ կարա լինի պատճառ, որ TikTok-ը բլոկի ձեր էջը կամ լայվը։ Այդ երկու։ Իսկ հիմա երրորդ։ Եթե դուք 14 տարեկանից ցածր եք, այսինքն դուք 13 եք, 12 եք, 11 եք կամ նույնիսկ 10 տարեկան եք, ձեզ ընդհանրապես արգելված է TikTok մտնելը, քանի որ TikTok-ը տենում է, որ երեխան այդ տարիքի է, ավտոմատ կերպով կարա էջը բլոկի, նույնիսկ այդ երեխան բան չանի, որովհետև TikTok-ի օրենքները սենց է, եթե դու 14 տարեկանից թեկուզ մի տարի ցածր ես, պարզապես բլոկում է քո էջը։ Իմ հետ այդպես դեպք եղել է, ուրեմն ես մի հատ էջ ունեի լայվերի համար։ Ես դրանով լավ լայվեր էի անում, գումար էի աշխատում, եւ մի օր այդ էջս, չգիտեմ խի, ասեցի կամ աղբորս էլի, մի քիչ աղբորս հետը շփվեն, կավա աղբորս տենան, նվերներ ուղարկեն էսաներան, աղբերս ընդամենը 11 տարեկան էր։ Ու պատկերացեք TikTok-ը ուղիղ 1 տարի իմ լայվի տեղը փակել էր։ Ես չէի կարող ուղիղ մի տարի այդ էջով լայվ անել։
քանի որ TikTok-ի օրենքները սենց է, եթե դու 14 տարեկան ես, արդեն կարաս TikTok ունենաս, եթե դու 14 տարեկանից ցածր ես, օրինակ 13, 12, 11 կամ նույնիսկ 10, դու իրավունք չունես ընդհանրապես TikTok հարթակի մեջ ըննելու, նույնիսկ իրավունք չունես էջեր բացելու, որտեղ այդ դեպքում էր քո էջերը կբլոկի։ Դու կարաս այդ տարիքում է, որ մաքսիմում քո սիրած արտիստի ֆան էջերը բացես, վիդեոները հավաքես, բանանես, մինչև երբ որ դառնաս 14 տարեկան, արդեն դու քո սեփական էջը բացես ու կարողանաս թե վիդեոներից փող աշխատել, թե լայվերի ժամանակ գումար աշխատել, թե բաթերներից փող աշխատել, այո։ TikTok-ը շատ մեծ հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր որ շատ են սիրում գումար աշխատել, այո, TikTok-ը շատ հեշտ փող աշխատելու միջոց է, այո, եթե դու ուզում ես ունենաս ճանաչում, աշխատես լիքը փողեր, ուրեմն դու պիտի քո հեռախոսի մեջ ունենաս TikTok հավելվածը, պլոստը որոշակի կանոններ պիտի պահպաներ այդ հավելվածում գրանցվելու համար։ Իսկ հիմա դուք երևի թե քաղցնեք, ասեք, դե աշոտ է, այդքան տենց խոսում ես, էլ մի հատ ինձի սենց բան ասա, էլի։ Օրինակ, ավցոք YouTube-ը չի կարա TikTok-ի հետ մրցի։ Չէ, չի կարա։ TikTok-ը YouTube-ից ուժեղ կայք է, չի կարա։ YouTube-ը ոնց բացատրեմ, ոնց որ երկրորդ տեղն է, իսկ TikTok-ը առաջին տեղն է։ Ինձի թվում է, ես կարծա ձեզ մանրագտիկ բացատրել, թե ոնց դու կարող ես TikTok-ով գումար աշխատել, թե վիդեոներից, թե լայվերից։ Բայց իմ բարի խորհուրդը ձեզ սիրելի հայեր, եթե դուք ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, այսինքն ձեր էջը բացված է հայկական ակաունտով, հայկական համարով, հեռախոսահամարով, դուք չեք կարա վիդեոներից փող աշխատեք, քանի որ դա միայն գործում է եվրոպական երկրներում, այսինքն Գերմանիա, Ամերիկա, Ճապոնիա, Ֆրանսիա, Չինաստան, բայց ոչ Հայաստան, քանի որ Հայաստանը դա չի ընդունում։ Դրա համար, եթե դու ուզում ես հայկականով լավ գումարներ աշխատել, դու պարզապես պիտի լայվեր անես, բաթերներ խաղաս եւ փող աշխատես։ Հիմա դուք հարց կտաք. լավ, Աշոտ ջան, այսքան սենց օգնում ես մեզի, բան ես անում, որ մենք TikTok-ում գրանցվենք։ Օրինակ, TikTok-ում ինչ կոնտենտով մենք կարանք հանդես գանք։ Ասեմ ձեզ, TikTok-ը այդ առումով են որ բախտավոր է։ Դու կարաս ցանկացած կոնտենտ ստեղծես եւ դրանով գումար աշխատել։ Ուղղակի դու պիտի կարանաս պահպանես այս 4 կանոնները։ Առաջին, այդ քո կոնտենտի մեջ պիտի չլինի նարկոտիկ, չլինի ալկոհոլ, չլինի զենքեր եւ չլինի դանակներ։ Այսինքն չլինի վնասակար բաներ, որոնք որ երեխեքը կնայեն կամ թեկուս եւ մեծահասակ մարդիկ կնայեն ու թեկուս եւ իրանք ժարոպա կտան, որ քո էջը կփակվի։ Հիմա հարց, ինչա ժարոպան։ Դուք շատ եք, չէ՞, լսել, որ չգիտեմ, այսինչ TikTok-երները ասում են ժարոպա են տալիս, մեր էջը արգելափակվում է ու տենց էսյան։ Իրականում այդ ժարոպայի օրենքը գործում է, այո։ Ժարոպան, այսինքն դա հայերեն լեզվով նշանակում է, որ դու բողոքարկում ես այս էջի դեմ։ Եթե դու 30 հոգուց ավերին կարաս այդ էջի դեմ բողոքարկվես, այդ էջը պարզապես ջնջվում է այդ TikTok-յան հարթակից ու այդ արևը չի ինում, այո։ Իրանք կարան ժարոպա տան քո էջը ու դու այդ էջ չունենաս, ստիպված ես թազեն բացել, այո։ Հիմա դուք հարցեր կտաք, ասեք, դե Աշոտ, հիմա որ այդքան ասում ես, բա մենք մեր էջերը ոնց բացենք TikTok-ում, ոնց գրանցվենք TikTok-ում։ Ասեմ ձեզ, TikTok-ը ունի գրանցվելու շատ տարբերակներ։
Բայց ամենապահանջակ ու փոփուրաշ տարբերակը էն է, որ կամ ձեր Google-ի edge-ով մտնեք, կամ Facebook-ի edge-ով։ Այդ երկուսը ամենաուժեղն է, որով դուք կարող եք մտնել եւ ունենալ ձեր TikTok-ի ակաունտը, այսինքն ինչա նշանակում Facebook-ի կամ Google-ի ակաունտով մտնել TikTok-յան edge, ասեմ։ Օրինակ դու բացած ես ունենում Facebook ու դու այդ Facebook-ը կարաս ոնց որ համատեղես TikTok-ի հետ, այսինքն այդ նույն ձև դու ամ կարաս ամ TikTok ունենաս ամ Facebook, կամ օրինակ Google-ի պրինցիպով, օրինակ դու մտնում ես Play Market-ից ինչ-որ բաներ ես քաշում, դա նշանակում է, որ դու ունես Google-ի edge, այդ edge-ով դու կարող ես ունենալ TikTok-յան ակաունտ և աշխատել գումարներ, այո։ Հիմա դուք կարծենք ասեք, դերավ դե Աշոտ ջան, օրինակ ինչ կոնտենտ չի կարելի անել TikTok-ում, որ TikTok-ը որ ոնց ասած չբլոկի մեզ, ասեմ ես։ TikTok-ում ընդհանրապես արգելված կոնտենտները սրանք են. թմրամոլություն, զենք ցույց տար, դանակ ցույց տար եւ քֆուներ տար։ Այդ 3 թե 4 բաներն է, որոնք որ դու կյանքում ընդհանրապես չպետք է անես, քանի որ եթե դու այդ անես, այդ դեպքում դու քո edge-ը կկորցնես ցամա անverջ։ Այո։ Կա որ ինքը ժամանակավոր է բլոկվում, կա որ ցամա է բլոկվում։ Իմ դեպքում երկու ձևն են եղել է, ամ ժամանակավոր են բլոկե, ամ ցամա են բլոկե, հա։ Հիմա դուք երևի ձեր վերջին հարցը կտակ, կասեք, Աշ, ինչքան գումարի դիմաց դու պատրաստ կնեիր հրաժարվեիր TikTok-ից ու այդ TikTok-ում չլինեիր։ Ասեմ ձեզ, ոչ մի գումար, ոչ մի միլիոններ ինձ չի կարա հերացնի այն կայքից, որը ինձ կյանքա տվել, որտեղ ես կարացա արտահայտվեմ ու որտեղ ես կարացա գումար աշխատեմ, ոչ մի գումար ինձ չի կարա հետ պայի TikTok-ից, TikTok-ը կա, եղել է ու կմնա իմ ամենասիրելի հավելվածներից և սոցիալիստական հարթակներից ամենալավագույնից մեկը առաջինը, որովհետև TikTok-ի նման կայք չկա ու չի լինի։ Այնպես որ սիրեք TikTok-ը, քանի որ TikTok-ով դուք կարող եք գումար աշխատել, TikTok-ով դուք կարող եք հայտնություն ձեռք բերել և ամենագլխավորը TikTok-ով դու կարող ես կերտել քո կյանքի պատմությունը։ Ձեզ սիրելի TikTok-եր, Աշակուր։ Այս ամենը TikTok-ի մասին։ Ցտեսություն։